Հարգելի գործընկերներ, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստն է։ Առաջարկում եմ հաստատել օրակարգ ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, օրակարգում ունենք մեկ հարց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է երկրորդ ընթերցմամբ հիմնական զեկույցով հանդես գա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Ղալումյան, հարգելի պատգամավորներ, տիկնակ եւ պարոնայք, հիշեցնեմ, որ օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել հիմնականում հողային օրենսգրքում, ինչպես նաեւ գնահատման գործունեության մասին օրենքում։ Նպատակը փոփոխությունների հետևյալն է, որ համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը այլևս դրանց աճուրդով օտարումը իրականացվի միմիայն էլեկտրոնային եղանակով, ինչպես նաեւ որպես մեկնարկային գին այդ աճուրդներին դրվող լինի ոչ թե կադաստրային արժեքը, այլ շուկայական գնահատված շուկայական արժեքը, որը պետք է իրականացվի համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից։ Նշեմ, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունների է ենթարկվել փաթեթը, խոսքը 5 առաջարկությունների մասին է, որոնցից 4-ը տեխնիկական բնույթի են, պայմանավորված հիմնական նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանվող պահանջների, մեկը բովանդակային է եւ վերաբերում է 68-րդ հոդվածին, 68-րդ հոդվածի հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ 67-րդ հոդվածը այդ հոդվածը վերաբերում է դասական աճուրդներին, ապա հաշվի առնելով, որ այլևս օրենքի նախագծով առաջարկվում է միմիայն էլեկտրոնային եղանակով դա իրականացնել աճուրդները, ապա 67-րդ հոդվածը մեկ մասով է շարադրվում, այն է աճուրդը բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով սահմանված դեպքի կազմակերպում է համայնքի ղեկավար էլեկտրոնային համակարգի միջոցով կառավարության սահմանած կարգին համապատասխան։ Սույն բացառությունը վերաբերում է պետական հողերին, որոնք արդեն իսկ իրականացվում են պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից էլեկտրոնային աճուրդի եղանակով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցեր պարոն Սիմոնյան, խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Տեսեք, գնահատվեց, անկախ մասնագետները գնահատեցին եւ դրվեց աճուրդի հողատարածքը։ Եթե չի վաճառվում այդ հողատարածքը, ապա ինչ է տեղի ունենում, էլի նվազման կարգով, որոշակի տոկոսով էժանացում է, խնդրում եմ պարզաբանեք, որ քաղաքացիներն էլ հստակ լինի, քանի տոկոսով է ամեն քայլով ինչքան էժանացվում հողը, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, այս օրենսդրական նախագծով տոկոսների վերաբերյալ որևէ, այսինքն օրենսդրական նախագծով տվյալ հարցը չի կարգավորում, տվյալ հարցի կարգավորումը 67-րդ հոդվածի երկրորդ մասով առաջարկում է հենց կառավարության սահմանած կարգով դա իրականացնել 67-ի երկրորդ մասով 67-ի, եթե սխալվեցի կներեք, 67-րդ մասի երկրորդ մասով առաջարկվում է կառավարության սահմանած կարգով այդ գնի հետ կապված հարաբերությունները կազմակերպել։ Շնորհակալություն։ Արձագանք, շնորհակալություն, խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Սիմոնյան, էլի ես մնալու եմ նույն կարծիքին, որ օրենքը թերի է, այն առումով, որ հստակեցում չկա, որովհետև այդտեղ ասում գնահատված կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով։ Նախկին հողային օրենսգիրք ավելի հստակ էր կարգավորում, դա մենք քննարկել ենք, այսինքն դա 30%-ի չափով սահմանամերձ եւ այլը, բնականաբար ես վերջում դուք օրենք բերեցիք եւ անգամներով, պատիկներով թանկացրեցիք։ Հողի հարկը միասնական հարկատեսակ սարքեցիք եւ անուն դրեցիք մոտարկված արժեք։ Այդ բնականաբար նաև կադաստրային արժեք գաղափարը դուս եկա, որտեղ ինքնաբերաբար դա փոխվեր, եթե կադաստրային արժեք գաղափար չկա այլևս հողային օրենսգրքում, պետք է այդտեղ այդ տերմինը դրվի տարածակոտիավորման մոտարկված շուկայական արժեք։ Հիմա ուզում եմ ես հասկանամ այդ շուկայական արժեքը, որ դրել եք եւ հիմա դրել եք հողի հարկի, շենքի հարկի հիմքում, ինչ չափորոշիչներ հաշվի առնվե, որ տարածակոտիավորման մոտարկված արժեք հասահմանվի։ Կարողացես հարցես։ Այսինքն նախկինում օրենք եք բերել, հիմա լղում եք տալիս, ասում եք հիմա կադաստրային արժեք չկա, կա տարածակոտիավորման մոտարկված արժեք, որը հիմք է հանդիսանալու մեկնարկի համար կոպիտ ասած։ Ոչ թե կոպիտ հստակ։ Այսինքն հողեր աճուրդով տնելով տարածակոտիավորման մոտարկված արժեքից պակաս պետք է չլինի,
Միաժամանակ նաև լիցենզավորված կազմակերպությունը պետք է գնահատում անի։ Ես ուզում եմ հասկանամ այդ տարածակ օդիավորման մոտարկված արժեքային ժամանակ, որ օրենքը բերեցիք եւ անգամներով թանկացավ։ Ինչ կրիտերիաներ են հաշվի առնվել, որ օրենք է եղել կոպիտ ասած, բերվել է օրենք այդ օրենքը։ Շնորհակալություն պարոն Ղազարյան հարցի համար։ Սույն օրենքի նախագծի վերաբերյալ դրույթների մասով ես միայն կասեմ, սույն օրենքի նախագծի վերաբերյալ դրույթների մասով հայտնեմ, որ այսօրվա գործող հողային օրենսգրքով որպես կադաստրային արժեք հենց ընդունվում է դա 67-րդ հոդվածի 3-րդ մասն է։ Կադաստրային արժեքը համարվում է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, բոլոր տեղերը, որտեղ որ նշվում է այդ տերմինը։ Իսկ գույքահարկի հետ վերաբերելի հարցին ես չեմ կարող ուղղակի պատասխանել, որովհետև սա տվյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթի կարգավորումից դուրս է։ Պարոն Սիմոնյան, օրենքի փաթեթի կարգավորումից դուրս չէ, հետևյալ հիմնավորմամբ։ Եթե տարածակ օդիավորման մոտարկված արժեքը որոշվե, մի տարի առաջ եւ մինչեւ 25 թվականի դեկտեմբեր ամիսը 100%-անոց թանկացավ, այսինքն համամասնությամբ եւ ահագին էլ դժգոհություն հայտնեց։ Այսինքն այդ ինստիտուտները դրա վրան աշխատել են, չէ՞, այստեղ ասեմ, գալիս եմ այն մտքին էլի, որ տարածակ օդիավորման մոտարկված արժեք են սահմանել։ Այսինքն շուկան են ուսումնասիրել, լիցենզավորված կազմակերպությունը գնահատում են արել, կադաստրից հարցում են արել, վիճակագրական կոմիտեի արդյունքում ստացվել է տարածակ օդիավորման մոտարկված արժեքը, ասածս հետևյալն է, որ պետք է հստակ տարածակ օդիավորման մոտարկված արժեքը դրվի օրենքի մեջ, ոչ թե թողել լիցենզավորված կազմակերպության, այդքանով կապ ունի։ Այսինքն դուք 1 տարի առաջ հստակ շուկան ուսումնասիրել եք եւ հողի արկի, հողերի շենքերի մասով արդեն ունեք գնահատում։ Լիցենզավորված կազմակերպության գնահատման գործընթացը ավելորդություն են չեք բերել, այստեղ առանցայնել եւ չեք էլ հստակեցնում, որ ինչ դրույթերով պետք է հստակեցվի, այդ դրանով կապ ունի այդքան է։ Այսինքն մի տարի առաջ ստեղծել եք ազնաժողովներ, ուսումնասիրություն օրենք եք բերել, պատիկներով թանկացել եք, շուկան ուսումնա լավ եք արել։ Այն ժամանակ նախկինում խորհրդային ժամանակն 90-ական թվականին է գնահատումն եղել, հիմա թանկացել եք, մարդիկ չեն էլ կարողանում վճարեն, գաղտնիք չէ։ Մի հատ էլ բերել եք առանձին ասում եք, մի հատ էլ բերեք փոխտու չափագրում թող բերի արվի, բան արվի, գնահատում արվի, սա նպատակ այդ դրանից է բխում իմ ասածը, որ դուք չեք ուզում հասկանալ կամ չեք ուզում ընդունեք էսա։ Պարոն Ղազարյան, հասկացողության հետ կապված ես երևի չմտնեմ այդ տեսակի մեկնաբանությունների դաշտ, բայց հետևյալը ասեմ, որ խոսքը անձանց չի վերաբերվում, այլ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող համայնքի կողմից, պետության կողմից օտարվող հողատարածքներին։ Սա մեկ։ Երկրորդը գույքահարկի հաշվարկման բազայի փոփոխություն, այսինքն հաշվարկման բազա թե որ արժեքն է ընդունվում, սույն օրենսդրական փաթեթը չի նախատեսում։ Սույն օրենսդրական փաթեթը նախատեսում է միայն աճուրդով օտարման դեպքում աճուրդի մեկնարկային գնի ձևավորման մեխանիզմի, նոր մեխանիզմի ներդնում, որը որ ենթադրում է շուկայական արժեքի գնահատում եւ այդ շուկայական արժեքով աճուրդով օտարում։ Սա է։ Ես չեմ հասկանում կապը գույքահարկի հետ։ Գույքահարկի բազային սա չի վերաբերում ընդհանրապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, էլի հարցեր։ Խնդրեմ, պարոն։ Պարոն Սիմոնյան, գործող օրենքը մանրամասն ներկայացնում է, թե ինչ է նվազագույն գինը, որ կարելի է առաջարկել աճուրդի ժամանակ։ Աճուրդը վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից։ Իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ լեռնային, բարձր լեռնային ծայրամասային բնակավայրում աճուրդու վաճառքի մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի 50%-ից, իսկ կառավարության սահմանված ցանկում ընդգրկված մատական գործողությունների հետևանքով չօգտագործված հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի 30%-ից։ Իսկ առաջարկված փոփոխության համաձայն այդ աճուրդով վաճառքի գինը հաշվարկելու է շուկայական արժեքով ըստ կառավարության սահմանված կարգի։ Մտավախություն ունենք, որ այս ամեն ինչը կարող է օգտագործվել հողամասերը ցանկալի անձանց ցածր գներով ուրեմն վաճառելու հետ կապված։ Այս առումով խնդրում եմ նաև ձեր դիտարկումն ու ձեր կարծիքը։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Դանելյան, ցածր գներով օտարելու մասին խոսք չկա, խոսքը գնում է շուկայական գներով օտարելու մասին։ Եթե շուկայական արժեքը տվյալ հատվածում գնահատվի ըստ կառավարության կողմից սահմանված չափորոշիչների, որոնք այսօր հաստատված են, այսինքն այն ձեռնարկները, թե ինչպես է իրականացվում հողի շուկայական արժեքի գնահատումը եւ
այն լիցենզավորված կազմակերպությունների կողմից, որոնց նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, եթե գնահատում է տեղի ունենում եւ այդ վերահսկողության շրջանակներում հաստատվում է, որ գնահատումը իրականացվել է համապատասխան ընդունված ստանդարտների, չափորոշիչների պահանջներից ելնելով, ապա ես դեռ որևէ ռիսկ չեմ տեսնում։ Իհարկե, հնարավոր են ամբողջ այդ գործարքների շարքի մեջ որոշակի ռիսկային բաներ լինեն, բայց որոնք պետք է ուսումնասիրվեն եւ համապատասխան գնահատականի արժանանան իր իրավական հետևանքներով, այսքան։ Շնորհակալություն։ Կարճ հարցեր, իսկ դուք արդյոք լիցենզավորող կազմակերպությունը, որ հիմա գործում է շատ ժամանակ, այդ կազմակերպություններն էլ են բավականին իրենց գործունեությունը խնդրահարույց։ Այսինքն գնահատման հետ կապված լիցենզավորման կազմակերպությունները կարա եւ բարձր գնահատի եւ ցածր գնահատի, ըստ նաեւ այդ գործի նաեւ նրբությունների, այսինքն ոնց է պետք էլի։ Այս առումով մենք ինչ գործիքակազմեր ունենք կամ ինչ հնարավորություններ ունենք կանխելու կամ ազդելու կամ վերահսկելու այդ ամեն ինչը, որ լիցենզավորող կազմակերպությունը չվերազանցի իր լիազորությունները եւ արդի չօգտվի sense ասած։ Շնորհակալություն հարցի համար։ Այն դեպքերում, երբ որ պարտադիր է գնահատումը շուկայական արժեքի, պետական այս դեպքում նաեւ համայնքային հողերի դեպքում ընկերությունները այսօր գործող պետական աճուրների օտարման դեպքում, գնահատման դեպքում հաշվետվություններ են ներկայացնում հանձնաժողով, լիցենզավորող հանձնաժողով եւ հանձնաժողովը ըստ ձեռնարկների, որոնք նկարագրում են թե ինչպես պետք է իրականացվի շուկայական արժեքի գնահատումը, ուսումնասիրություն են իրականացնում եւ գնահատական տալի արդյոք իրականացվել է համապատասխան ձեռնարկների պահանջներին, թե ոչ։ Ձեռնարկները նաեւ որոշակի պարամետրեր գնահատելու համար հնարավորություններ են տալի, լագեր են տալի, այսինքն օրինակ գործակիցը կարող է կիրառվել 0.6-ից մինչև 0.8 կամ 0.6-ից մինչև 1 գործակից կիրառվի այս չափորոշիչը գնահատելու դեպքում, նման գնահատական մինիմալ կամ մաքսիմալ կամ միջին չափորոշիչը գնահատման ընկերության կողմից ընտրվելու դեպքում այդ ընկերությունները համապատասխան հիմնավորումներ են ներկայացնում հանձնաժողով, ինչի են ընտրել այս կամ այն գնահատականը, ինչ չափորոշիչներից ելնելով, եւ եթե դա ընդունելի կլինի հանձնաժողովի կողմից, կհամարվի, որ նորմալ գնահատական է իրականացվել։ Եթե ոչ, ապա որքանով ինձ հայտնի է, համապատասխան վարույթներ կան, որոնք իրականացվում են, ընդհանուր նաև քրեական օրենսգրքով, եթե չեմ սխալվում, միջև լիցենզիայի զրկում եւ կախված գործի տեսակից, ասենց ասեմ, էլի պարոն Դանիելյան, շնորհակալություն։ Շնորհակալություն էլի հարցեր, ելույթներ, խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն։ Իմ կարծիքով շատ կարևոր փոփոխություններ ենք նախաձեռնում, պարոն Սիմոնյան։ Ես, եթե կհիշեք, առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ մի շատ կարևոր հարց բարձրացրեցի աճուրդների պոտենցիալ մասնակիցների ինֆորմացիայի արտահոսքի մասին, որովհետև վստահ եմ, որ բազմաթիվ նմանատիպ դեպքեր եղել են, երբ դեռ աճուրդ է չսկսված, մինչև աճուրդի օրը արդեն մարդիկ տեղյակ են եղել, ով է մասնակցելու եւ միգուցե պայմանավորվածության գային միմյանց հետ եւ այլն։ Էլեկտրոնային տարբերակը կարծում եմ որոշակի ձևով կբացառի նման դեպքերը եւ խոսելով շուկայական արժեքի մասին, բոլորս գիտենք, որ կադաստրային արժեքը որոշվում է կոնկրետ օր, մի քանի տարի առաջ մենք կադաստրային արժեքներ ենք փոխել, կոնկրետ Երևանի մասով ասեմ, բայց շուկայական արժեքը դա փոփոխվող է, որովհետեւ կապված ինֆրաստրուկտուրայի զարգացումից եւ այլն, կարող է կադաստրային արժեքը նույնիսկ գոտիավորված է, մեկ լինել, բայց մի տարի կամ մի ամիս հետո փոփոխվել շուկայական արժեքը, որովհետեւ տվյալ տեղամասում կարող է ինֆրաստրուկտուրա զարգանալ եւ այլն, կարծում եմ, որ շատ ճիշտ է շուկայական արժեքով որոշել եւ օգտվելով առիթից մի հարց եւս պարոն Սիմոնյան, լիցենզավորված կազմակերպությանը ով է որոշում, արդյոք նույնպես տենդեր են տեղի ունենում, հա, որպեսզի որոշվի, թե որ կազմակերպությունը պետք է գին որոշի դրա համար, որովհետև գնահատող բազմաթիվ կազմակերպություններ կարող են լինել, որոնք ցանկություն ունենան մասնակցելու տվյալ գործընթացին։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Պարոն Սիմոնյան, մենք ոնց որ իրար չեն կարողանում հասկանալ կամ չգիտեմ։ Գույքարկը ձևավորվում է տարածակոտիավորման մոտարկված արժեքից։ Այսինքն դրա վրա է գործակիցը տրվում։ Հիմա իմ ասածն հետեւյալն է։ Դուք
Պարոն Թոմասյանն ասեց, նոր եք չափանար է, գնահատումներ է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում, որ 10 անգամ թանկացել, ասենք, մասիվում, դարձել է 2500 դրամից 25000 դրամի քառակուսի մետր։ Այդ դրանից ավելի էլ ինչ պետք է լինի, որ դուք միա չեք վստահում օրենքին, եւ բերում եք լրացուցիչ ռիսկ եք դնում, դա չափագրողին ասել եմ, գնա մի հատ էլ գնահատելը։ Իմ ասած դրանով է պայմանավորած։ Այսինքն դրեք, եթե նախկինում կար կադաստրային արժեքի 30%, 50%, օրենքում ամրագրեք, որ տարածակ կոտիավորման մոտարկված արժեքի 120% ըստ կոտիավորման։ Ես ուզում եմ դա օրենք լինի, որ հետո դու չթակ հետևից ասեք, լիցենզիաց կազմակերպության հետ կոնտակտի մեջ մտան, էժան կնատես, թանկ կնատես, էս արեց։ Օրենքով դող ամրագրվի, ես էլ կնորդն եմ, աճուրդին մասնակցողն եմ պոտենցիալ։ Գիտեմ, որ իմ հողի չափ այսքան է կազմելու առավելագույն մտնել եմ սակարկությունների կամ մրցույթի փուլ, աճուրդի փուլ, որպեսզի կարողանամ վարձակալել կամ գնել իմ ասածն է դրանով է պայմանավորված։ Նոր է գնահատումներ է։ Խեղ լրացուցիչ ռիսկներ բանան տնում դեռ ձեր ամբողջ հնարավորությունը տալով մեկ լիցենզավորված կազմակերպության։ Հետո հետևից եթակ տեսնեք ինչ անելու։ Այս օրենքով բերեք ամրագրեք, իմ ասած ի սկզբանե այդտեղ է։ Տարածակ օտիավորման արժեքի կենտրոնում 150 ապատիկի չափով, չգիտեմ, այնտեղ 130 ապատիկի չափով, գյուղական համայնքներում, Վարդենիսում, Մարտունիում, չգիտեմ, տարածաշրջանում ըստ տարածակ օտիավորման այսքան տոկոսի չափով։ Իմ ասածն է այս առաջինից երկրորդ ընթերցման այս ամբողջ ժամանակահատվածում շնորհակալ եմ։ Շնորհակալություն էլի ելույթներ։ Հարգելի գործընկերներ, ես էլ եմ ուզում մեր ընդդիմադիր գործընկերների դիտարկման անդրադառնալ, պարոն Ղազարյան։ Դուք ճիշտ եք, որ մենք որ ժամանակ առաջ այդ օրենքով ամրագրել ենք, բայց այդ գները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են։ Ոչ, այս օրենքը ոչ թե հնարություն է ստեղծում համայնքային սեփականություն եւ պետական սեփականությունը էժան վաճառել, այլ ընդհանրապես այդ հնարավորությունների ճանապարհը փակում է։ Որովհետև ասում կա գնահատող կազմակերպություն, գնահատող կազմակերպությունը գնահատում է եւ դրան համապատասխան կատարվում է աճուրդը, վաճառվում է հողը։ Սա ընդհանրապես ճանապարհները փակում է, որ դա էժան չփանա։ Իսկ գնահատող կազմակերպությունների ռիսկը իհարկե գոյություն ունի, բայց այդտեղ նշվում է, որ գնահատող կազմակերպությունները չեն կարող կադաստրային արժեքի ցածր գին գնահատեն։ Հենց սա, այսինքն ինքը խնդիր է ստեղծում ավել գնահատելու, ցածր գնահատելը բացառում է։ Ասեմ էլ այդտեղ։ Իհարկե ցածր գնահատելը բացառում է, որտեղ տարածակոտիարման, բայց անգամներով ավել գնահատում բացառում եք դուք։ Ես ուղիղ ասեմ, հիմա ես համայնքի ղեկավարի սրտով մարդ չեմ, բերում եմ դա չափագրողին 100 անգամ թանկ է գնահատում։ Թանկ գնահատում ես չի վաճառվելու։ Չի այդտեղ վաճառվում է։ Չի վաճառվում, ո՞վ առնում բա։ Ես չգիտեմ, Շատ ավելի լավ։ տեսեք այտեմ ներկայացնում եմ, Շատ ավելի լավ, նա ոչ թե թանկ առնում, այլ աճուրդի մասնակցում աճուրդային լրացուցիչ օղակ եք բերել դրա, որտեղ ռիսկ։ Մենք լրացուցիչ օղակներ բացառել ենք։ Նախկինում գոյություն ունեցող օրենքով հնարավորություն ա եղել համայնքային սեփականությունը 10-20 անգամ էժան գնով վաճառել։ Ոչ, այս օրենքը բացառում է։ Այս օրենքը կադաստրային արժեքի ցածր բացառում է, մնացածներ գնահատող կազմակերպությունից է կախված։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան, եթե կարճ ասեք, խնդրեմ։ Զուտ պարոն Ղազարյանի բարձրադրմանի պատասխան պարոն Ղազարյան ջան, ես դրա համար հենց նշեցի, կարա գոտի նույնը մնա, կադաստրային արժեքը նույնն է այդ գոտու համար, հա, բայց այնտեղ մի ճանապարհ է սարքվել կամ մի բան սարքվել է, ինֆրաստրուկտուրա է զարգացել եւ կոնկրետ հողատարածքի գին փոխվի, իր հետևի գինը մնա նույնը։ Երևան Ոչ միայն պետական սեփականություն, համայնքային սեփականություն, համայնքային է ոչ, համայնքային սեփականության հողեր կան Երևանում, որ գոտիավորվել են, գոտիները փոխվել են, կադաստրային գները դա համայնքային էլ է վերաբերվում։ Բայց Բասմիկ 114 հեկտարի մասին։ Լավ, թույլ տանք պարոն Սիմոնյանն եզրափակիչ ելույթ ունենա։ Շնորհակալություն հարցերի համար, քննարկումների համար եւ ելույթների։ Լիցենզավորված կազմակերպությունների մասով ընտրությունը գործող օրենսդրության շրջանակներում է իրականացվելու, այսինքն որպես պահանջ պետք է դրվի, որ այդ ընկերությունները համապատասխան լիցենզիա ունենան օրենքի պահանջներին, թե դրանցից որը կլինի կախված է այն չափորոշիչներից, որը համայնքը կդնի իր կամ մրցութային կամ հրատապ կամ ուղիղ եղած օրենսդրության կարգավորումների շրջանակներում այդ չափորոշիչներից է կապված եւ այդ ընտրությունը չափորոշիչներին համապատասխան է իրականացվելու։
Տարածական գոտիավորման մասով այն աշխատանքը, որը իրականացվել է, պարոն Ղազարյան, դուք նորից բերում եք, ընդունում եմ, կա գոտիավորում եւ այլն, բայց տեսեք, շուկայական արժեքը ինքը փոփոխական արժեք է եւ տարբեր իրավիճակներում այն կարող է ել ավելի բարձրանալ, քան կադաստրային կամ կադաստրային մոտարկված շուկայական մոտարկված կադաստրային արժեքը եւ այդ պարագայում այդ հողերի օտարումը մեր կարծիքով ավելի ճիշտ է իրականացնել հենց շուկայում գործող այդ բային իր արժեքից ելնելով, քանի որ օրինակ այն հողը, որ այսօր կարող է գնահատվել պայմանական շուկայական արժեքը X եւ դրա մոտակայքով որևէ ենթակառուցվածքների զարգացման դեպքում դրա շուկայական արժեքը կարող է դառնալ մի քանի X, ասենք լավ 6x կամ 7x, իսկ ձեր առաջարկած տարբերակում, գոտիավորման տարբերակում ինքը մնալու է նույն գնի սահմաններում։ Ինչը վերաբերում է ձեր արձագանքին կապված պարոն Ղալումյանի հարցին, որ ես ուզում եմ համայնքից հող անեմ, ինքը շատ բարձր կգնահատի, հենց իմաստն էլ այն է այս կարգավորման, որ այդ ես ուզում եմ եւ համայնքը ավել կանի, դա բացառել, այսինքն երբ որ մենք էլեկտրոնային եղանակով ենք դա իրականացնելու, համայնքը նախ չպետք է իմանա ով է ուզում այդ հողը, եթե այդ հողի մասին ցանկությունը դուք իհարկե անձամբ չեք ուզում հայտնել համայնքի ղեկավարին կամ համայնքի համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց, այս պարագայում համայնքը ընդհանուր հողամասերի գնահատում իրականացում օրենսդրության համապատասխան, դուք էլեկտրոնային եղանակով մտնում եք այն հողատարածքը, որը ուզում եք, մասնակցում եք աճուրդին եւ չեմ կարծում, որ այստեղ կարող է մի քանի անգամ ավել գնահատվել, քանի որ, ինչպես նշեցի, համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացման վերահսկողություն այդ արժեքների նկատմամբ եւ այդ արժեքների գնահատումը պետք է իրականացվի հաստատված չափորոշիչներին համապատասխան։ Բայց ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում քննարկման համար։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց եւ քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել մասին օրենքի նախագիծը։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, շնորհակալություն հարգելի գործընկերներ, նիստի օրակարգը սպառվեց, նիստը ավարտված է։